Ունեն 3 կանայք, երեխաներ։ Եվ ես այս ընթացքում տեսել եմ այդ ընտանիքների տառապանքները, ես զգացել եմ դա։ Ասենք, ինչ անենք, բարեփոխումը կառուցենք մարդկանց տառապանքների վրա, մարդկանց տանջանքների վրա, հոգեբանական, հոգևոր մարդկանց լացի վրա, ես դա տեսել եմ։ Ես տեսել եմ ոնց են լացում։ Ես տեսել եմ ոնց են տագնապի մեջ։ Հայսուրբ ընտանիքի անդամների հետ են փորձում հարաբերվել, թեկուզ միջնորդավորված ճնշումներ բանեցնել ընտանիքների անդամները։ Ընդամենը նրանք ովքեր հավանաբար բարեկամների մոտ ոնց որ թե բարեխոսում են։ Ովքեր պաշտոններ ունեն, այո, շփումներ եղել են այդ թեմայով, որպեսզի ազդեն քահանաների վրա։ Ես հենց հիմա վերադառնում եմ Վեդից եւ Ոսկետափից։ Իդեպ երկու եկեղեցիներն էլ լեփլեցուն էին հավատացյալներով եւ չեմ կարող ասել, որ սովորական օր էր։ Համենայն դեպս ոստիկաններն ամեն ինչ արել էին, որ լարվածության մեջ լինեին հավատացյալները։ Կադրերը մենք հրապարակել ենք, մոտարպես 7-8 մեքենա հսկում էր միայն Ոսկետափի եկեղեցին։ Ինչ շարունակություն կունենա այս երեկվա տհաճ միջադեպը։ Դուք հասկանում եք, որ սևեռված են ոչ միայն Տեր Արտաշեսի վրա, այլ նաև նրանք փորձում են ձեր շուրջ օղակը սեղմել իմ կարծիքով։ Երևի թե սադրանքի են տանում հենց ձեզ։ Համաձայն չեք։ Ես քարոզի մեջ նշեցի։ Իմ օրակարգը բախում է, չէ, իմ օրակարգը հաշտությունն է, իմ օրակարգը միություն, միասնությունն է, իմ օրակարգը հոգևոր է եւ եկեղեցական է։ Ես խոսում եմ եկեղեցաբանական լեզվով։ Իսկ եթե ոստիկանը չի լսում եւ չի հասկանում, ոստիկանն էլ կլսի դարձի կգա մի օր։ Ոչինչ, դարձի կգա։ Տարբեր ձևեր կան, Աստված ամեն մեկի մի ձև այցելում է։ Մեկին ողորմում է, մեկը պատժվում է, մեկը ինքն իր փորած փոստն է ընկնում, հասկանում եք։ Գևորգ Սրբազանը չկա այդպիսի մարդ, որ այցի չգա, եւ չկա այդպիսի մարդ, որ իր ցանած որոմները հետո իրեն չվերադառնա։ Լավ, եկեղեցուց փորձում են դուրս անել, այսպես ասենք, ժամ էին դրել խեղճ հոգեորականի վրա, թե բա մի ժամից դատարկես տարածքը քո իրերով դուրս արի։ Ինչ է լինելու, բարերարը ինքն իրենով է այդպես նախաձեռնող, թե ձեր կարծիքով այդ նույն բարերարների վրա էլ սկսել են արդեն աշխատել, որպեսզի լարում մտցնեն բարերարների եւ եկեղեցու միջեւ։ Մյուս տեղերում այդպիսի ինտրիգ չի գրանցվել։ Ես կարծում եմ, որ եկեղեցական համայնքները, որը կոչվում է ծուղ, ուզում եմ սա հավելյալ բացատրեմ բոլորի համար, որ չկարծեն, երբ որ մենք եկեղեցական համայնք ենք ասում, դա նույնացնում ենք տվյալ համայնքի հետ, դա որտեղ երբեմն խրտնում են այդ եկեղեցական համայնքը, դա ծուղն է, այսինքն տվյալ եկեղեցու հավատացյալների համախմբումը, որը կարող է լինել նաև մի քանի գյուղից բաղկացած։ Հետևաբար ես կարծում եմ, որ մեր եկեղեցական համայնքները իրենց քահանաների կողքը կանգնած են եւ աջակից են։ Այսինքն համայնքները թույլ չեն տա, որպեսզի եկեղեցուց դուրս անեն օծյալ քահանաներին եւ կարգալույց չարված քահանաներին։ Ես կարծում եմ, որ այո։ Իսկ եկեղեցին այստեղ անելիք ունի, սկսած պարզաբանումից վերջացած նաեւ պաշտպանություն ձգտում։ Քահանաները հետապնդվում են։ Փորձում ենք նախ հանրային լինել, փորձում ենք իրականությունը հնարավորինս ներկայացնել։ Եվ ինչքան ինստիտուտ կա, որ կարող է մեզ օգնել, փորձում ենք տեղյակ պահել եւ ներգրավել։ Իսկ եկեղեցու անելիքը մեր հոգեվորականները պինդ կանգնում են եւ բոլորս կազմում ենք միաբանություն։ Իսկ եթե երկու օկուպացված եկեղեցիների շարունակությունը նաև Ոսկետափում լի, դուք գիտեք, որ երկու տեղում կողպետ է փոխել։ Դա գրանցվի որպես նիկոլական համայնքապետ ոտնձգություն մայրաթորի սեփականության հանդեպ, որտեղ տարածքը մայրաթորին է պատկանում, համապատասխան հետևանքներ։ Դա արդեն հայտնի։ Հայր Ռուբեն, դուք փորձել եք գնալ առաջնորդարան կամ հանդիպել Գևորգ քանի որ հայտարարվեց, որ չի ճանաչվում վեհապարի ետնօրենությունը, գնալ իմաստ չունի։ Իսկ չի փորձել ձեզ հետ կոմունիկացվել։ Հայր Ռուբեն, նաև ձեր քարոզի մասին, դուք հաշտության ձեռքի մասին խոսեցիք, հաշտության ձեռք եք մեկնում, արդյոք այդ հաշտության ձեռքը օրվա իշխանության եւ նրան միացած բարձրաստիճան հոգեվորականներին եւ քահանաներին բոլոր քրիստոնյաներին, այդ թվում նաև մեր հոգեվորականներին, եպիսկոպոս հայրերին, մեր սրբազան հայրերից մինչեւ քահանա եւ սարգսակներ, որոնք այս գործընթացի մաս են կազմում։ Իսկ ինչու այդ հաշտության ձեռքը չեն սեղմում։ Գիտեմ։ Դուք կարծում եք մոլորյալներ են նրանք։ Նաև հաշտության օրակարգը նախ եւ առաջ, քանի որ իմ լիազորությունները տարածվում են կամ ինձ հանձնված է պատասխանատվություն այս
թեմում մայրաթորի տարածքն է սա, այս թեմը։ Հետևաբար եւ նախ եւ առաջ դիփորձեմ իմ տարածքում դա անեմ, թե կկարողանամ այդ հաշտության օրակարգը կամ այդ եկպառակտության ոգին ոգու քչացման կամ վերացման գործում իմ համեստ ներդրումը փառք աստծո, ավելի փառք կտամ աստծո։ Երեք Տեր Զարեհը պետք է նախ եւ առաջ հավաքել։ Երեք Տեր Զարեհը Գևորգ Սրբազանի կողմից բռնաճնշումների մի քանի այսպես շատ ծանր դրվագներ էր նկարագրում, այդ թվում իր հետ կատարվածի մանրամասներն էր հայտնում առողջական լուրջ խնդիրների եւ ընդհանրապես թեմից աջակցություն չունենալու եւ նույնիսկ զանգ չի ստացել այդ ամբողջ ընթացքում։ Ձեզ ինչ է հայտնի այս բռնաճնշումներից եւ ընդհանրապես տեղյակ ենք, որ նաեւ Գանձարանի հետ գործ չունի այս պահին, իրավունք չունի այնտեղ ներողություն, չգիտեմ ձեր պարագայում ոնց են ասում, ամեն դեպքում իրավունք չունի նաև մոմ վաճառել, որևէ ծես անել, բայց ծեսել են անում, մոմել են վաճառում եւ ընդհանրապես շարունակում են մոլորեցնել մարդկանց։ Խնդրում եմ այս մասին խոսենք, ձեզ ինչ է հայտնի, որովհետև 19 քահանա եւ սարկավագներ ձեզ են միացել, 20 արդեն։ Գումարած 3 սարկավագ թեմ։ Ահա, պլյուս դպիրները, որոնք հավատարմորեն նվիրված են։ Ինչ է ձեզ հայտնի, ինչ նոր դրվագներ կան, որոնք ձեր կարծիքով Ես անկեղծ ասած չէի ուզենա անդրադառնալ իմ նախորդի անցած ճանապարհին, ինչի որոշ դրվագներ Տեր Զարեհը փորձեց բացահայտել, անկեղծ ասած մարդիկ ինչի համար են այդպես անում, ես կողմնակից չեմ, բայց ինչի համար են այդպես անում, որովհետև եթերից լսում են բացահայտ զրպարտություններ, ամենայն հայոց հայրապետի հասցեին, մայրաթորի հասցեին, այդ են դեպքում, երբ որ դրանց պատասխանատվության մի զգայացավալ մաս իրենց վրա է։ Եվ մարդիկ ուղղակի դրանք լսելով չեն դիմանում, որ ասում են, որ չխոսեմ կպայթեմ, մոտները այդ վիճակն է։ Մի քանի քահանա ճիշտ ասած մեր թեմից էլ ուզում էին մամլո ասուլիսով մի այդպիսի բացահայտումների շարք անեին, ես հորդորեցի, որպեսզի չանեն դա։ Ինչու? Որովհետև նա դեռ եպիսկոպոս է։ Դրանք մեր մերսի քննարկելի խնդիրներ են եւ ես կարծում եմ, որ հավատացյալներին ոչինչ չեն տա, բացի գայթակղություն։ Հայ Ռուբեն, բայց Գևորգ Սրբազանն էլ ասում է, եթե նման ճնշումներ են եղել, ինչու են հիմա խոսում այդ մասին, ինչու չեն Դա բացատրում են, այո, դա էլ կա, ինչու՞ չէ որ։ Վախ, սարսափ, կախվածություն։ Լավ, ձեր կարծիքով Գևորգ եպիսկոպոսի ճակատագիրը կփոխվի հոգեորական որպես առաջիկայում հրավիրված Ավստրիայի եպիսկոպոսատ ժողովին եւ այդ ազատությունը այլևս կստանաք դուք եւ քահանաները ավելի անկյասնելու եւ ավելի ամուր ձեռքերով պաշտպանելու եկեղեցիները այս օկուպացիոն բաներից, հա, սադրանքներից։ Ամեն դեպքում մենք առայժմ եպիսկոպոսը ենք չնահանջելու եւ մեր հոգևոր ծառայությունը հնարավորինս կազմակերպելու այս տրամադրությամբ, այս ոգով, այս առաքելությունը կատարելու ուրեմն կոչումով, ինչ անեմ, ինձ առաքելությունը տրված նաև թվում նաև քահանաներին ծախողենք, հետո ում ենք պատասխան տալ, եւ չպատասխանատվությունը դա մեզ վրա է, չէ՞։ Իսկ ինչ վերաբերում է Սրբազան հոր ճակատագրին, ես չեմ կարող ասել, թե ինչպես իրենք կդրսևորի եւ ինչ կորոշեն նաև եպիսկոպոսները ամենից հայրապետի գլխավորությամբ։ Ինչու մյուսները իր չափ ակտիվ ու նախաձեռնող չեն եւ այդպես լրատվամիջոցներին օրը 5 հարցազրույց չեն տալիս, նաև մեղադրելով պետական դավաճանության մեջ վեհափառ հորը, որովհետև համարյա այդպիսի ձևակերպումներ են հնչում Գևորգ Սրբազանից։ Ձեր կարծիքով ինչու է հենց ինքը այդպես նախանձախնդիր չակերտավոր։ Հավանաբար, որ երևի իր հանդեպ, որ թեմի առաջնորդի փոփոխություն գրանցվեց, դա էլ չէր գրանցվի, եթե քահանաները ճնշման տակ չգային բողոքեին, իմ կարծիքով։ Այսինքն մյուս եպիսկոպոսները ասելիք չունեն, թե դրա պատճառը չունեն, թե միգուցե հետ են կանգնել իրենց որոշումից։ Իսկ դուք նկատել եք, որ հաղորդագրությունները, որը բարենորոգման խորհրդի անվան տակ հաղորդվում է, նրանց տակ չեն ստորագրում վերջին մի քանի հաղորդագրությունների տակ չի ստորագրվում ոչ մի եպիսկոպոսի կողմից։ Այսօր ինչ-որ բան չեք նկատում։ Արդյոք չեք բացառում, որ կարող են նրանք տեղյակել չեն իրենց անունից տարածվող հաղորդագրությունների մասին։ Ինձ մոտ տպավորություն է, որ դա մի կենտրոնում է արվում եւ տիրաժավորվում։ Կառավարության շենքում։ Չեմ կարող ասել։ Տիրաժավորվում է մի կենտրոնից։
Դուք նկատել եք փորձեր, թվում քայլեր, նաև- որ ուզում են հետ գալ, դարձի գալ, վերադառնալ Ես կանոնական կյանքի։ հայրերն էլ գտնվում են ծանր վիճակում։ Գերեվարված են։ Չեմ կարող ասել ինչ պատճառներով, բայց ես վստահ եմ, որ նրանցից մի որոշները, որոնց հետ ես ժամանակին անձնապես ճանաչել եմ եւ այսպես ասած մտերիմ ենք եղել, ես վստահ եմ, որ իրենք չէին ուզենա, որ մենք այս հանգրվանին հասնենք։ Նրանցից երկուսի մասին խոսվում է, որ ազդակներ փոխանցել են։ Ես չեմ լսել։ Ազդակներ փոխանցելը չգիտեմ, ազդակը Տեր Արտաշեսը փոխանցեց, պարզապես մարդը հաջորդ օրը հայտարարեց։ Շնորհակալություն։ Մայրիկ ինչ կլինի, դուք եք ասում։ Տեր Եփրեմի մայրն եք։ Ես ասում հավատում եմ։ Եվ ինչ եք մտածում։ Հիմա ես որ ասեմ, եւ իմ տղենք ասում, իմ տղեն հələ չծնված անտրվե։ Մարգարեի խոսքն է։ Ես հղի եմ ելե, Հիսուսը կանգնել է իմ դեմը, իմ ձեռից դանակը վերցիլա, մի հատ դանակ է ուտիստալ բարձրացամ, ձեռից սարացան սետին մեր բաժինակ։ Ես գիտեմ, որ Տեր Եփրեմի հետ ուզում են ծառայության բերել համատեղության կարգով Տեր Երվանդին, ով, այսպես ասած, միացել է Տիրադավ հռչակված եպիսկոպոսներին եւ նրանց գաղափարներին։ Արտաշատի եկեղեցին։ Դե ժողովուրդը եկել են ստեղ։ Իսկ դուք մտածում եք ավելորդ խոչընդոտներից կպաշտպանի հոտը ձեր որդուն որպես քահանա։ Այո, Ձեր որդուց շատ գոհ են տեղի բնակիչները, քիչ առաջ մենք խոսում էինք, ստեղել, մղճանել։ մղճանել։ Լավ, ինչի այսպես ծեփ խրեցին հավատացյալների միջև, ինչ են կիսում մարդկանց, ինչ են կիսում ընտանիքներին։ Բարս չի։ Չէ, պարզ չի, մայրիկ, հələ փորձեք ձեր ընկալումը։ Ղեկավարության գործն է։ Հանուն ինչի, որ ինչ լինի։ Հանուն որ Թուրքիան բերեն ստեղ։ Վերջ խոսք ասեմ։ Այո, թուրքերին բերեն ստեղ, էստի Փաշազադեի բանն է, Երազանքը։ երազանքը, որ հայ առաքելական եկեղեցին բերանա։ Այո։ Այսինքն Փաշինյանը այդքան խոհեմություն չունի, որ կանգ առնի ու ոչ թե մեջքով, այլ դեմքով շարժվի եկեղեցի։ Չեմ ուզում շատ խորանամ։ Իսկ տեղի բնակիչներն ինչ են պատմում, դուք այդ տրամադրությունները զգում եք։ Որտե՞ղ։ Ձեր տեղի, այո, բնակիչները այստեղի։ Ինչ են խոսում, ինչ են քննարկում։ Փաշինյանի հաղթանակի հույսը տեսնում են, թե չէ։ Ոչ։ Ես ինքս հիմա այդ խոսացել եմ այդպես։ Ինքը որ եկել է հեղափոխության, ես իրան չեմ հավատացել այն գլխից։ Ես իրան ոչ առաջի ընտրության եմ ընտրել, ոչ երկրորդ։ Հիմա երրորդն էլ չեմ ընտրելու։ Արտաշատցիները մտածում են, որ չի հաջողի կտապալի իր գործը ընդդեմ եկեղեցու։ Տենց է։ Այսինքն դուք համարում եք, որ արդեն ավարտված է։ Այո։ Շնորհակալություն։ Հայր Սուրբ, գուցե խոսենք Տեր Եփրեմի հետ։ Պարոն Մելիքյան, կարող է դուք խոսեք մեզ հետ։ Ես միայն աղոթում եմ։ Հայր Սուրբ, կարող է ասենք Տեր Եփրեմը մեզ մոտենար։ Չգիտեմ։ Այստեղ չի լինի, որտեղ ես մի քանի քահանա տեսա այստեղ։